Պարոն Մանուկյան, Աստված վկա ես չէի ուզում, որովհետև ես համարում եմ, որ Գերամ անունը շատ գեղեցիկ անուն է եւ ձեզ շատ է սազում, բայց տեսեք։ Աղբյուր, ինչ եմ կարդում ես հիմա կարդում եմ Անիարտ AM-ից, Անի հետազոտական կենտրոն, որը վարում է հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Վստահաբար ինքն էլ աղբյուրները նշած կլինի։ Հիմա կարդում եմ 1988 թվականի աշնանը ՀՀԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ասել է հետևյալը, մեջբերում եմ, ՀՀԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, հիշեցնում եմ 88-ի աշունը գիտեք ինչ ժամանակ է, որ ասենք ես ծնված չէի, դեռ պետք է ծնվեի 1.5 տարի հետո, բայց Քոչյան Անդրանիկը, պարոն Նազարյանը, ենթադրում եմ պարոն Սուքիասյանը, մի խոշտով մեծ տարիքի մարդիկ երևի բան էին, պայքարում էին անկախության համար արդեն։ Ասում է, սակայն կարծում ենք, բայց թողեք մեջբերեմ, էլի, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորներին բանի ավերակները։ Բայց մի վայրկյան 1988, այսինքն Մարուխյանը միայնակ չէր։ 1988-ի սեպտեմբերի 29-ին հայ ավանդական 3 կուսակցությունները ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն համատեղ հայտարարությամբ են հայտարարել գալիս։ Մեջբերում եմ հատված։ Հայաստանի եւ Ղարաբաղի արի ժողովրդին կոչ են անում, որ խուսափեն ծայրահեղական կեցվածներից, օրինակ Քոչյան Անդրանիկը, երբ որ հանրահավաքի էր մասնակցում 88 թվականի սեպտեմբերին, ծայրահեղական կեցվածքի մեջ էր։ Մի վայրկյան, շարունակում եմ, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կարգի կարգուկանոնը, նկատի ունեն, որ Քոչյան Անդրանիկը ԽՍՀՄ-ի մի Պարոն Մանուկյան, ես չէի ընդհատում։ Նկատի ունեն, որ Քոչյան Անդրանիկը խաթարում էր մեր հայրենիք ԽՍՀՄ-ի կարգուկանոնը, էլի։ Ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, էլի, ԽՍՀՄ-ի մշակութային կյանքի դեմ էր հանդես գալիս Քոչյան Անդրանիկը, Գերամ Նազարյանն էլ հետը։ Եվ մնացածը վնասում են ժողովրդի վարկը, իհարկե, հայ ժողովրդի վարկը վնասում էր պարոն Նազարյանը Մոսկվայի կոմունիստական կուսակցության գրասենյակի առաջ։ Ինչպես նաև բնականոն հարաբերությունները լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ եւ ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետի նպատակներին։ Այսինքն Քոչյան Անդրանիկն ու Գերամ Նազարյանը հասկանում եք, չէ՞, խորհրդային բարձրագույն իշխանությունների հետ մեր բնականոն հարաբերություններն էին վնասում ու խորհրդային մյուս հանրապետությունների հետ, ենթադրում եմ նկատի ունեին նաև խորհրդային Ադրբեջանը, հարաբերությունները վնասում էին։ Այս սրա համար, պարոն Մանուկյան, այս է եղել ձեր կողմը, մի վայրկյան, այս է եղել ձեր կողմը լալով դեմը լալը, որ ասում է, մենք կողմ ենք անկախությանը, բայց կոչ ենք անում ժողովրդին հանգած խաղաղության համար չպայքարել։ Բայց պարոն Մանուկյան, ես չեմ պնդում, որ դուք փոխեք ձեր անունը։ Ես կարծում եմ ձեր անունը շատ գեղեցիկ անուն է եւ սազում է ձեզ։ Շնորհակալություն։